Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Հասցրել եք ծանոթանալ դրանց Բաժան դատարան, եթե կլինեմ անկես նայում եմ, այո չէի կարող ամբողջությամբ ծանոթանալ, ընդամենը վերտարություններ եմ կարգացել, ընդհանուր իմաստով պատկերացում եմ կազմել, թե ինչին են վերաբերում միջնորդությունները, բայց ես համոզված եմ, հարգելի պաշտպանները հնարավորություն կունենան միջնորդությունները ներկայացնել եւ իհարկե ես իմ դիրքորոշումները կարգում եմ։ Այսինքն լրացուցիչ ծանոթանալ հնարավորությունության այս պայմանությամբ այդպիսի հարաբերություն չեմ տեսնում։ Շնորհակալություն, լավ, ներկայացեք ձեր դիրքորոշումները։ Շնորհակալություն, Բաժան դատարան, մենակ մի խնդրանք ունեմ, կարող մի փոքր անհարմարություն պատճառեմ, եթե տեսնում ենք իրոք արդյոք հնարավոր չէր խնդրենք մի փոքր կոնեկտությամբ։ Հարգելի լրագրողներ, եթե հնարավորություն կա մի քիչ տեղաշարժվեք, հանրային լրագրողներ։ Ես չէի բարձրացանի, որովհետև ես իմեցի ավելի ցածրացել, բայց արձանագրել։ Մի քիչ առաջ գաք, չի լինի։ Այս սեղանը որ մի քիչ կար։ Եթե շարունակում։ Ես չեմ։ Տեղից չի կարելի։ Շնորհակալություն, Բաժան դատարան, Բաժան դատարան մինչ քննարկվող առարկային հարցին անդրադառնալը ձեր դիտողությամբ շատ հարկի է կփորձեմ ձեր դիտողությամբ արձագանքել հարգելի պաշտպան Տիկին Զավարի Պոստանջյանի եւ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի կողմից բարձրացված հարցերին միանշանակ համաձայն եմ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական հարարք կատարած անձը, անկախ նրանից ինչ է պետական անձը, պետք է օրենքի առջև պատասխանել։ Մյուս հնչեցրած կարծիքներին ինչ էլ որ անվանվի այս գործի նախաքննությունը կամ գործին վերաբերող փաստերը, ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտել ապացույցները, իրականությունը նաև հայտնի դառնա դատավարության ոչ մասնակիցներին, ապա կկազմվի այն կարծիք։ Սա է սկսում։ Հիմա ներկայացված ավելի հարցի անդրադառնամ։ Բաժան դատարան նախաքննության ընթացքում Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես պատվամիջոց կիրառվել է կալանքը եւ սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը բացառությամբ մեծավոր ազգականների ընդհանուր անդամների հետ։ Դատարանների կողմից արձանագրվել է, որ քրեական մարզում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Մեղադրյալը առնչություն ունի իրեն դասագրվող անձավոր արարքի կատարման հետ։ Ընդ որում այս առաջացանի դատարանի որոշումը բողոքարկվել է եւ վերաքննիչ կարծիքը դատարանը համաձայն է եղել առաջացանի դատարանի դիրքորոշման հետ։ Առնվազն մեծ իրավաբաններից քաչ հայտնի է, որ մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելը կամ այդ հարցի վերաբերյալ ավելի խորացված կամ ավելի խորությամբ վերլուծություններ իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ եւ այս հանգամանքը արձանագրվել է նաեւ վճռապետ դատարանի նախադեպային որոշումներով, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ընդհանրապես արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի արկայության մասին։ Եվ այս տրամաբանությամբ, որ չպետք է խորացված քննություն առարկա դառնա հիմնավոր կասկածը, կայանում է տրամաբանությունը էությունը նրանում, գաղափարախոսությունը, որ եթե այս հարցի կապակցությամբ գործահստեյության քննող դատարանը դիրքորոշում հայտնի, ապա ակամայից կստացվի արդեն որոշակի կամ կդիտարկվի առնվազն կողմնական դատարան։ Հետևաբար, արձանագրելով, որ իրական բարույթով ձեռք են բերվել բավական տվյալներ հիմնավոր կասկածը հաստատելու համար, պատվաժան դատարան ձեր կրթությամբ անցնեմ հապան միջոց կիրառված կալանքի հիմքերի։ Շնորհակալություն։ Եվ պետք է կրկին արձանագրեմ, որ առաջացանի դատարանի կողմից բարույթ իրականացնող մարմնի միջնորդության քննարկման արդյունքում
Անգել այն հետևության, որ քրեական վարույթում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առայն, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Լավ, ձեր զգացողությունները խնդրում եմ զսպել, ասենք շարունակեք։ Առավելևս որևէ ծավալման կողմից չէ։ Լավ, շարունակեք։ Եվ երկրորդը, որ ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում անօրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ, առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։ Առաջին հայցանի դատարանի այս արձանագրումները եւ առասարակ որոշումը հարգելի պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ իր համաձայնություն է տվել առաջի հայցանի դատարանի արձանագրումներին։ Եվ դրանից հետո ունենք ընդհանրապես մեկ իրավիճակի փոփոխություն կամ իրավիճակի մեկ փոփոխություն, դա այն է, որ քրեական գոհարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն հանձնվել է դատարան, որպեսզի այս հանգամանքը չարծացվի եւ որևէ կերպ փորձ չարվի դիտարկել, որ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնելը արդեն այնպիսի իրավիճակի փոփոխություն է, էական փոփոխություն, որ կարող է հիմք հանդիսանալ խափան միջոցի փոփոխման համար, ապա շտապեմ արձանագրել եւ վկայակոչել, համոզված եմ հարգելի պաշտպանների նույնպես հայտնի վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները, որ զուտ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված լինելու կամ հանձնվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ նախկինում ընտրված խափան միջոցի հիմքերը որևէ կերպ նվազել են կամ զերոացվել են։ Շարունակենք։ Ես ուզում եմ քննարկման առարկա դարձնել, թե ինչ հանգամանքներ են ի հայտ եկել այն պահից հետո, երբ ընտրվել է խափան միջոցը, այս օրվա դրությամբ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խափան միջոցը փոխելու համար։ Իմ գնահատմամբ այդպիսի էական որևէ հանգամանք ի հայտ չի եկել եւ շարունակում են պահպանվել նույն ռիսկայնությամբ նախկինում արձանագրված հիմքերը։ Փորձեմ անդրադառնամ մեկ առ մեկ։ Առաջինը, ինչպես արդեն նշեցի, առաջի հայցանի դատարանի կողմից այդ հիմքի հիմնավորում վկայակոչվել են մի քանի հանգամանքներ։ Առաջինը, վկայակոչվել էր այն փաստը, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս, եթե հիշողությունս չի դավաճանում, նույն դատարանում քննվում է մեկ քրեական գործ, որը առերևույթ վկայում է, որ անձը առերևույթ կատարել է փաստորեն մի քանի հանցավոր առերևույթներ, կրկնում եմ առերևույթ, եւ այս հանգամանքը դատարանների արձանագրմամբ եւ նաեւ իմ համոզմամբ որոշակի չափով վկայում է անձի հետագայում դրսևորվող վարքագծի մասին։ Հաջորդը։ Շատ էական է նաեւ քրեական գործում գործով ձեռ բերված եւ այդ թվում նաեւ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների իհարկե ոչ բովանդակային, բայց այդ ապացույցներից որոշակի փաստերի վկայակոչում, որը իմ կարծիքով հաստատում է այդ հիմքի բարձր ռիսկայնությունը։ Մասնավորապես, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ունենք խոսակցություններ, որից մասին համոզված եմ եւ դատարանն է արդեն հասցրել որոշակի ոչ ամբողջ բնույթով եւ հարգելի պաշտպանները ծանոթացել, որոնք վկայում են կամ ավելի ճիշտ, ավելի կոնկրետ, որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում են նաեւ հետագայում անօրինական գործողություններ առերևույթ հանցավոր հանրատներ կատարելու մասին։ Եվ այս երկու հանգամանքների համակցությունը իմ խորին համոզմամբ այո վկայում է, որ առկա է եղել այդ հիմքը բարձր հավանականությամբ եւ այս պահի դրությամբ շարունակում են դրանց իրավաչության պայմանները խափան միջոցի եւ այդ ռիսկը այո հիմքը նույն ռիսկայնությամբ պահպանվում է։
Հաջորդ հիմքը, որ դատարանի կողմից արձանագրվել էր, ինչպես արդեն նշեցիք, դա այն է, որ ազատության մեջ մնալու դեպքում Մեղադրյալ Ղուկասյանը հնարավոր է չկատարել իր վրա դրված պարտականությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությամբ եւ անօրինական ազդեցություն գործադրի ժողովրդական կերպով ասած վկաների եւ գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։ Ինչու է այս ռիսկը առկա եւ ինչու է դրա ռիսկայնությունը բարձր։ Նախ առաջինը ուզում եմ վկայակոչեմ եւ արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն ինքն էլ արձագանքեց եւ բացահայտեց, իհարկե կարծում եմ բոլորիս նաեւ դա հայտնի է, որ ունի բավականին ճանապարհ անցած եւ ժամանակի ընթացքում եւ մինչեւ կամ այսպես ասեմ, առերույթ հանցանք կատարելու ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, անհերքելի է որոշակի հեղինակություն ունենալու հանգամանքը եւ հաշվի առնելով, որ սույն քրեական գործով առնչվում են նաեւ կամ առնչվել բառը միգուցե տեղին չի դատակոչով վկայակոչված անձանց, անձին կամ նրանց գերակշռող մասը աշխատել են նաեւ նույն կառույցում շարունակեք Մեղադրյալ դրեք մի ընդհատեք, ձեզ հնարավորություն կտրվի բոլոր ներկայացված դիտարկումներին պատասխան ներկայացնել։ Տեղից չխոսեք։ Ներողություն ասենք։ Հարգարժան Մեղադրյալ, խոսում եք կամ պարոն Ղուկասյանն ասում Դե խնդիր է առաջանում հետագա շարունակության հետ կապված, որպեսզի իրավիճակը ոչ մի բան չեմ արձանագրում, հետագա սրացում չստանա, դրա համար արձանագրում։ Խնդրեմ հարգելի հանրային մեղադրող շարունակեք։ Շնորհակալություն պատասխան դատարան։ Եվ այդ անձանց գերակշռող մասը աշխատել են հենց Մեղադրյալի ստորադասությամբ։ Հետևաբար, ունենալով հեղինակություն եւ վերադաս լինելով այդ անձանց նկատմամբ, հռետորական հարց, արդյոք ողջամի եւ հիմնավոր չէ այն կարծիքը, տեսակետը, որ առաջինը Մեղադրյալը ունի ազդեցություն գործադրելու հնարավորություն, գործիքակազմ եւ արդյոք նման քայլի չի գնա, քայլը լավ իմաստով իր օգուտ ցուցմունքներ ստանալու նկատակցության ընթացքում ներկայացնելու։ Առնվազն այս փուլում այս հանգամանքները միանշանակ տեսանելի են, կարծում եմ անաչառ ցանկացած անձի մոտ ամենապահորեն կառաջացնեն այն տեսակետները, կարծիքները, որը հիմա ես բարձրաձայնում եմ եւ պատվաժան դատարան գտնում եմ ստիպած պետք է կրկնվել այս պայմանությամբ առնվազն ի հայտ չեն եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք այս ռիսկերը կարող էին որոշակի չափով նվազեցնել, ընդհանուր հասցնել զերոյի։ Ամփոփելով խոսքս պատվաժան դատարան գտնում եմ, որ դերևս իմ կողմից բարձրաձայնված հիմքերը առկա են, դրանք նույն ռիսկայնությամբ պահպանվում են, հետևաբար պատվաժան դատարան գտնում եմ, միջնորդում եմ, որ Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված քանակի ժամկետը երկարաձգել։ Եվ կարծում եմ այդ ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով, ինչու։ Քիչ է։ Ոչինչ։ Ինչու։ Մեղադրյալ ոտքի կանգնեք։ Ես չեմ Չի կարելի ընդհատել։ Լավ, ոտքի կանգնեք, դատարանը չի ավարտել։ Ասեք։ Ավարտի դատախազը հանրային մեղադրողի ելույթը ձեզ հնարավորություն կտրվի դիտարկում իրականացնել։ Տեղից այլևս չխոսեք։ Բարի։ Նստեք։ Շարունակեք։ Ինչու 3 ամիս պատվաժան դատարանը, որովհետև իմ գնահատմամբ մենք դեռ առջևում ունենք ապացույցների հետազոտման փուլ, այդ թվում նաև տկաների եւ դատակոչով վկայակոչված մյուս անձանց արձակություններ, եւ այս հանգամանքները նույնպես թույլ տվեք վերադառնամ իմ նախկին պատմանը, ինքնին հիմք են արձանագրելու, որ այդ հիմքերը դեռ պահպանվում են։ Եվ 3 ամիս իմ պատկերացմամբ անհրաժեշտ է ևս կալանքի ժամկետի երկարաձգում, որովհետև ապացույցների բազայի սպառումը
կարծում եմ հնարավոր է իրականացնել հենց այդ ժամանակահատվածում։ Եվ միայն դրանից հետո գնահատելով ստեղծված իրավիճակը կամ իհայտ եկած հանգամանքները կարելի է կրկին քննարկման առարկա դարձնել այս հարցը եւ հանգել նոր եզրահանգումների։ Պատվաժան դատարան միևնույն ժամանակ մեկ նախադասությամբ ցանկանում եմ նշել, որ իմ գնահատմամբ այլընտրանքային որևէ խափման միջոց իզորու չէ այս փուլում պատշաճ վարկագիծ ապահովել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի համար եւ հետեւաբար դրանց ավելի մանրակրկիտ անդրադառնալու կարիք չունեմ։ Իհարկե ես համոզված եմ, ինչպես իրավացիորեն նշեց պատվաժան դատարանը, շատ պրոֆեսիոնալ պաշտպաններ ունենք ներկա դատարանում, համոզված եմ, որ նրանք այլ դիրքորոշումներ են հայտնելու, այլ տեսակետներ են բարձրաձայնելու եւ կխնդրեմ պատվաժան դատարան այդ ամենը լսելուց հետո հնարավորություն ընձեռնել դրանց վերաբերյալ կարծիքը։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն, նստեք։